Այսպես ասեմ, հենց ամենասկզբից, երևի 2017 թվականներ, երբ որ ես ինքս փոխեցի իմ սննդակարգը, ապրելակերպը, ի սկզբանե նիհարելու համար, բայց հետո դա դարձավ իմ ապրելակերպ եւ այդպես անընդհատ ինձ համար պատրաստում էի, որովհետեւ շատ քաղցրակեր էի ու այդ ժամանակ անգամ ես Ռուսաստանում էի ապրում, բայց այնտեղ էլ չկար հնարավորություն ինչ որ այսպիսի բան գտնելու, որովհետեւ այդ ժամանակ դեռ այդքան զարգացած չէր նույնիսկ Ռուսաստանում։ Երբ որ 2019 թվականին տեղափոխվեցի Հայաստան, հասկացա, որ այստեղ ընդհանրապես ոչ մի բան չկա ինձ համար, ու այսպես միշտ գալիս էի, իմ ճամպրուկի կեսը լինում էր միշտ սնունդ, ինչ որ շոկոլադներ, ինչ որ քաղցրեցուցիչներ, որպեսզի կարողանամ այստեղ ինչ որ բան անել։ Այո, ու դենց հասկացա, մի քիչ ուսումնասիրեցի, հասկացա, որ ընդհանրապես ոլորտը զարգացած չի, շատ թույլ, ու հասկացա, որ կարելի է փորձել թեկուզ այսպես որպես հոբի տանը ինձ համար պատրաստել, քանի որ պատրաստում եմ ինձ համար, նաև պատվերներով պատրաստել ու փորձել ցույց տալ, որ կա այլընտրանքային տարբերակներ, որոնք նույնպես շատ համեղ են, չեն տարբերվում սովորականից ու կարելի է այդպես ընտրել առողջը, բայց միևնույն ժամանակ որ լինի համեղ։